Բարի երեկո սիրելի ընկերներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը Բելգիահայ ռադիոյով։ Ես Մարիա Հակոբյանյանն եմ եւ այսօրվա իմ հյուրը իմ շատ սիրելի Նունե Կարախանյանն է, ով Բելգիայում զբաղվում է կլինիկական հոգեբանությամբ։ Ճիշտ ասացի Նուն ջան։ Բարև Նուն ջան։ Բարև Մարիա ջան, շատ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք հարցազրույցի։ Ես շնորհակալ եմ, որ դու եկել ես։ Այնքան ուրախ եմ, որ հիմա քեզ մոտ եմ, քո այս շատ, ինչ են ասում, կոմֆոր բազմոցի վրա նստած։ Զգուշ ասում են, որ այդ իմ կոմֆոր բազմոցը շատ անկեղծությունների ա բերում։ Հա, գիտեմ, առաջի անգամ ես եմ բազմոցի վրա նստած, ոչ թե իմ բազմոցի վրա են նստած, բայց ամասության մարդիկ որ գալիս են հիպնոզի, իրանք են բազմոցին նստում։ Բայց վալա շատ ուրախ գովամ մեկ-մեկ։ Հա, թողնում եմ, անպայման։ Դու իս նա կարևոր է։ Հա։ Այո, իհարկե։ Ասեմ, որ դու այն քիչ մարդկանցից ես, որոնց ես երևի իմ կյանքում շատ քիչ եմ հանդիպել, հայտնաբերել եմ ձեզ, քեզ խոսանք դրա մասին, միջոցառման ժամանակ ու սենց հիացել էի քո քեզանով, քո կերպարով, քո տելիքներով ու դրանից հետո շատ հետևում էի, ավելի ոնց որ շփվեցինք բան, բայց ասենք այն մարդկանցից ես, որ երբ որտեղ որ տեսնում եմ, սենց ուրախում եմ, որ եղբորս տղան ասում էր, ես ուրախում եմ, հիմա ես ուրախում եմ ու հիմա շատ ուրախում եմ, որ դու մեր տանն ես։ Շնորհակալություն Մարիա ջան, ես նույնը կարող եմ քեզ մասին ասել, որ դու շատ պայծառ էներգիա ես հաղորդում, ասենք, երբ որ դու միտեղ ես գտնվում, նույնիսկ ասենք Facebook-ի քո էջերը երբ նայում եմ, երբ որ դու ինչ-որ միտեղից ասենք մի event-ից քո նկարները, քո ինտերվյուներն ես դնում, ասենք, բանի էջին, շատ լավ դրական էներգիա հաղորդում դա։ Մերսի։ Նախորդ ուզում եմ ներողություն խնդրել մեր ունկնդիրներից, իմ ձայնս այսօր մի քիչ շատ լավ չի, կփորձեմ հնարավոր ինչա, բայց ես չեմ խոսալու, Նունեն է խոսալու մեր բախտաբերից։ Նուն, ասենք ես էլ առանցից օգտվեմ ներողություն խնդրելու համար, քանի որ ներողությունների շարանի մեջ ասեմ, որ շատ ափսոսում եմ, բայց կարող եմ այսօրվա ամբողջ ոնց են ասում, զրույցը չկարողանամ մեր ոսկեղենիկ հայերենով տրամադրել, որովհետև ռուսական կրթություն ունեմ ու մեկ-մեկ բառերը հայերեն դժվարությամբ եմ գտնում, այսինքն մեր ընկերները իմ հետ սովորեն, որ մենք անկեղծ զրույցներ ա ու կարևորը անկեղծությունն է, մարդկանց ճանապարհը ու ավելորդ լարվածություն չարժի, չնայած վստահ եմ շատ հետաքրքիր ինտերվյու լինելու։ Նուն, սկսենք ամենասկզբից։ Նունեն։ Որտեղ ա երբ ա ծնվել, ինչ ա սիրել, ինչ չի սիրել։ Վուալա, Նունեն, արմատներով Հյուսիսային Ղարաբաղի Շահումյանի շրջանից եմ։ Այո։ Եվ ասենք, ոնց ասեմ, ծնվել եմ մեծ ընտանիքում, հա, փոքրիկն եմ եղել, երբ որ ծնվել եմ այդ մեծ ընտանիքում ու պատկերացնում եք, ցենց շատ երես առած շատ երես տված, բալիկ եմ եղել փոքր ժամանակ։ Քանի քույր եղբայր եք։ Ես բան եմ միակն են, դրա համար ասենք ավելի շատ ու ասենք այդ բոլոր կուզինաներ, կուզաններ, բան բոլորը շատ մեծ են եղել արդեն տարիքով ու ես ասենք ցենց հա, տենց բան էլի, ոնց տիկնիկ, հա, ոնց որ վալա։ Ու տենց էլ եղել է ու այդ բոլոր մեծերը ցենց իմ շուրջը պտտվել են, շատ մեծ ընտանիք ա եղել, 13 հոգանոց ընտանիք ա եղել սկզբում, երբ որ ես ծնվել եմ իհարկե, հետո բոլորը տարբերվել ու դա շատ մեծ մի հատ տան ա եղել, ասենք, այն ժամանակ, ասենք, սովետական ժամանակ 66 թվականին, պատկերացնում եք, չէ, 8 սպալյանոց տուն, մեծ, շատ մեծ սեփական տուն, 3 հեկտարանոց այգով, որի վերջում ասենց գետ էր հոսում, այգի մեջով մի հատ առու էր հուզում, պատկերացնում եք, չէ, ու այդ սաղ, այդ բանը, այդ այգին, ասենք, բոլոր հայկական, ոնց են ասում, այգիների մրգերի, բանջարեղենների, խաղողի եւ այլն, որովհետեւ պապիկս նաեւ մի հատ զավոդ ուներ, տենց կոչվում էլի, ոնց որ որտեղ ասենք օղի էին պատրաստում, գինի էին պատրաստում, այսպես բաներ, որովհետեւ հողերը շատ էին։ Ու ասենք այդ ամենի մեջ եմ ես մեծացել, բայց ես ոչ իմանալ անը չգիտեի։ Ես իմ գործս մենակ սովորելն էր այսպես, որովհետեւ շատ կանայք կային ընտանիքում, որ կարող էին ամեն ինչ անել, ես դրա վրա բան ժամանակ չի, բայց բոլոր ամեն ինչը անել պիտի իմանայի։ Որովհետեւ երկու հատ տիկներ ունեի, շատ մեծ հայկական
տրադիցիոնն է, էլի, այն որ ասենք չեմ, пададяльնիկը ոնց պետք է լվանաց, ոնց պետք է լվացքը ոնց պետք է փռես, ինչ գնի պիտի լինի, բան որ կողքից նայեն դες։ Ոչ դու ուզում եմ ասել, մեր հայկական տրադիցիոններ բաները, ասա երջանկությունն է, այդ այնց հիշողություններ ունենալ մանկությունից, այդ գետը, այդ այգին, այդ մրգերը, այդ ընտանիքը, բարեկամությունը, այդ ասենք ես մանկությունից papaink 6 երեխա են եղել ու ասենք մանկությունից շատ ջերմ հիշողություններ ունեմ մեր բոլորի ընդհանուր հավաքույթներին, երգերին, տոներին շատ կարևոր է, որովհետև երբ որ կյանքում դժվար պահերի մեջ ես լինում, դա մեր համար ռեսուրս է այդ հիշողությունը, որովհետև երբ որ դու մտքով գնես, երբ որ ծանր վիճակում ես լինում, պետք է մտքով փորձես գնաս այդ քո լավ պահերը, նույնիսկ ասենք հիպնոզի մեջ տենց տեխնիկա կա, որը կոչվում է լավ պահ, ապահով պահ, որ դու ասենք հիշողություններից մեջ գտնում ես այն հիշողությունը, որտեղ դու ապահով ես եղել եւ երջանիկ, ու երբ որ դու վերապրում ես այդ հիշողությունը, այդ ռեսուրսները քո մեջի նորից արթնանում են, որովհետեւ այդ դժվար պահին մեկ այդ ռեսուրսները գնում են շատ խորը ներս ու քեզ թվում է դու էլ չունես ռեսուրսը։ Ինչ է դարքի։ Հա։ Վալա, դրա համար ուզում եմ ասեմ, որ երբ որ դժվարին պահեր ա եղել կյանքում, իսկ նրանք եղել են, այդ լավ հիշողությունները օգնել են, որպեսզի, ասենք, այդ ռեսուրսները ես կարողանամ արթնացնեմ եւ օգտագործեմ որպեսզի դեպի աճ գնամ, ասենք կյանքում այն պայմաններում, որում որ գտնվել եմ, ինչ բաներից ելնելով։ Ինչ է սիրել փոքրիկ նունեն։ Այ փոքրիկ նունեն ինչա սիրել։ Այն բանի բակի նման է, ասում սիրում եմ չեմ իմանում չա։ Օրինակ վանիլնի բան, մարոժնի, բայց չեմ սիրում որ մատը քսում է ապակում, չէ՞, որ ճռճռում է։ Ինչ է սիրում, ինչ չես սիրում։ Ահա, ինչ եմ սիրում։ Որ բնագավառում ասենք ուզենայի խոսել, ինչ եմ սիրում։ Նունեն, գալիք։ Հա։ Բանում քեզ էս։ Հա, պատկերացնում։ Հա, պատկերին դու էլի, հիմա դու ես գիպնոզանում։ Հիմա դու ես ինձ գիպնոզանում, որ ես հիշեմ, ես ինչ եմ ժամանակ, ինչ ես սիրել։ Ինչով ես զբաղվել, ինչ ես սիրել։ Շատ սիրել եմ, ասեմ, սովորել, կարդալ եմ շատ սիրել։ Հա, կարդալ արտակարգ, շատ եմ սիրել կարդալ, բայց ասեմ եղել են իհարկե մեզ մոտ այնտեղ եւ մանկապարտեզ եւ բան, բայց ինձ ոչ մի անգամ դեստեր չեն ուղարկել, ես չեմ եղել։ Դե շատ մահ եղել դու նպահով։ Հա, կարիք չի եղել ասենք դրան, բայց դպրոցում շատ լավ եմ սովորել ու շատ էի սիրում սովորել, կարդալ, ասենք բան էի, ոնց են ասում, curious, հա, հետաքրքրասեր, հա, որ ես ամեն ինչ նոր բաներ էի ուզում իմանալ, բոլոր բնագավառներում միգուցե չէ, բայց ասենք այն բնագավառները, որոնք ինձ հետաքրքրում են, ես միշտ ուզում էի, որ լիքը բաներ իմանայի, ասենք բաներ։ Դպրոց գնացել ես դեր գյուղա։ Սկիզբը գնացել եմ հա այնտեղ, ասենք դեռ ռուսական դպրոց էր, պարզա, եւ ասենք ընտանիքն էլ էր ռուսախոս։ Դրա համար դպրոցի շուան սկզբում հենց հա ուրիշ տարբերակ չի եղել է ասենք ռուսական դպրոց, եւ ասենք հետո որ տեղափոխվել եմ Երևան, ասենք Քանի տարեկան ես տեղափոխվել Երևան։ Պարանեկան տարիքում, ասենք adolescent էլի տեղափոխվել եմ Երևան։ Դպրոցի երկրորդ մասավակ դպրոցը, հա, Երևան։ Ավագ դպրոցը շարունակել եմ Երևանում եւ ինստիտուտը Երևանում, առաջի մասնագիտությամբ բժիշկ մանկաբույժ եմ։ Ինչի՞ ես ընտրել մասնագիտությունը։ Հա, դե որովհետեւ ես երեխաներին շատ էի սիրում, ասենք, ու մտածում էի, որ մանկաբույժը հենց այն մասնագիտությունն է, որ կուզենայի ես ասենք լինեի, ու ասեմ, որ մեր ընտանիքը բավականին, ասենք, հայկական տրադիցիոնալ ընտանիքների համեմատ բաց ոնց են ասում, լայն տեսակետներ ա ունեցել, ասենք, կյանքի վրա, ու այսինքն ինձ բան են տվել, ընտրություն են տվել մասնագիտությունների։ Եվ ընդհանրապես ընտրություն են տվել, որ դու սովորես։ Չէ, այդ պարտադիր ա եղել։ Այդ ընտրություն չի եղել, դա պարտադրություն ա եղել։ Եվ ասենք, ուղղակի ընտրություն են տվել, որ ասել են կամ գնում ես բան էկոնոմիչեսկի, կամ գնում ես нархоз, ինստիտուտ народного хозяйства, կամ գնում ես բժշկական։ Այդ այնց ընտրություն եմ ունեցել, շատ լայն ընտրություն եմ ունեցել։ Հա, այսինքն հատ բան անեկդոտ պատմեմ, որովհետև ինձ թվում է 9-րդ դասարանում էի, թե 10-րդ դասարանում էի, ինչ որ sense մի բան։ Ես շատ միշտ արտիստիկ եմ եղել էլի բան ու մի sense բան սեղանի շուրջ նստած, պատկերացնում եք, չի, հայկական sense մեծ սեղան, sense բոլորը նստած են, papan sense ցանեի գլխին նստած է եւ այլն, բոլորը ճաշում են բան ու ես sense շատ ուրախ ինձ այն, որտեղ դպրոցում ասենք այդ кружок самодеятельности, пар, շատ երկար տարիներ գնացել եմ ֆիգուրное катание, все такое, հա, ու sense շատ ինձանից գոհ ասեցի, վայ ասեցի, որ ավարտեմ ինստիտուտս կգնամ թատերական։ Ու sense լրություն, հա։ Ու հայրիկս sense շարունակում է շատ հանգիստ է իր միսը կտելը։ Ու sense շատ լուրջ դեմքով ասում է, հա,
Հա, ասма ճիշտ, մեր ցեղում դեռ կլոուն չէր եղել։ Պատկերացնում ես նախորդ ներողություն ենք խնդրում բոլոր դերասանների ուղղակի վալա այդ բանա մեր ընտանիքի ասենք ուզում եմ ասեմ այդ լայն տեսակետը վալա ouverture d'esprit շատ մեծ էր եւ լրիվ դեմոկրատիա էր դրա համար իմ ուղղությունը շատ լայն էր կամ ես գնում էի նարխոս կամ ես գնում բժշկական վալա դե բախտդ բերել է գոնե նարխոսը կարային իրանք ասեին ընտրում ես բժշկական կամ բժշկական հա կամ բժշկական դա էլ հնարավոր է եմ ասում ouverture d'esprit կարելի վալա Պաստորեն քանի տարի ես սովորել մանկաբույժ դառնալու համար։ Դե այն ժամանակ ասենք ես սովետական մարդ եմ չմոռանանք, ես բանը սովետական բանը, որովհետև բժշկական մեր ինստիտուտը ուներ մանկաբուժական ֆակուլտետ, ընդհանուր չէր ոնց որ ասենք Բելայում դու ընդհանուր սովորում ես մեդիցին, հետո գնում ես սպեցիալիզացիոն, բայց մի անգամից մանկաբուժները սովորում էին մանկաբուժություն եւ ընդհանուրը Եվ մանկաբուժությունը միասին, այսինքն բան ավելի պրոգրաման խիտ էր ու ավելի դժվար 7 տարի ենք սովորում։ 7 տարի ենք սովորում։ Բայց երբ որ ես սկսեցի, ասենք ես մի քիչ իդեալիզացած պատկերացում ունեի բժշկության մասին։ Երբ որ ես սկսեցի սովորել, ես զգացի, որ ինչ որ բան է պակասում։ Բժշկությունը շատ լավ է, բայց բոլոր հարցերի պատասխանները չի տալիս։ Ինչի ասենք այս մարդու մոտ, ասենք այս նույն դիագնոզով, այս բանը դեղը օգնում է, այմուսին չի օգնում, ինչի՞ս են։ Ոչ, այսինքն ինչ որ հարցերի մոտ սկսեցի բարձել, հետո բժշկական ինստիտուտում բացվեց ՖՕՊ-ը, որը որ հետագայում դառավ փսիխոլոգիայի ֆակուլտետ։ ՖՕՊ-ը ոնց է բացառվում։ Ֆակուլտետ общественных профессий։ Okay։ Այդ սկիզբներ ոնց որ այդ սովետի հասարակական մասնագիտությունների որի մեջ ասած փսիխոլոգիա։ Իմ մոտ են ասում սենց էվրիկա էր, որ ուրեմն միայն ֆիզիկական բանը պետք է հոգեբանական կողմն էլ պետք է հաշվի վերցնես, որպեսզի դու կարողանաս, ասենք, որովհետև ասենք իմ մեջ եղել է նո հա ցանկացած բժշկի, բայց իմ մտքով բժշկությունը իմ համար ավելի շատ գեղիզոն էր, հա, բուժում, հա, բայց ընդհանուր ամբողջական, հիմքային, հա, ու իմ համար մտածեցի, որ հա, ուրեմն մենք միայն ֆիզիկական բուժումը բավարար չի, այսինքն հոգեկան կոմպլեքսային մոտեցում, հա, պետք է հոգեկան բանն էլ պետք է բուժվի, որպեսզի ասենք կարողանա այդ բուժումը լիովին լինի։ Հետո ասենք երբ որ փսիխոլոգիան արդեն ուսումնասիրեցի, վերջացրեցի, զգացի որ էլի պակաս բան կա։ Այդ պակաս բանը ես գտա, ասենք օրինակ չինական բժշկության մեջ, ասենք այդ բիոէներգետիկան, որ ասենք բացի մեր ֆիզիկական մարմնից, մենք կողքը անտեսանելի դեր մարմիններ ունենք եւ մի հատ չունենք, մի քանի հատ ունենք, ասենք ընդհանուր առմամբ 7 ֆիզիկական մարմնի հետ միասին եւ դա էլ է պետք, դա պետքա որ այդ էներգետիկական մարմինը ունիվերի հետ, այսինքն դու պետքա հարմոնիայի մեջ լինես։ Ըստ չինական բժշկության, եթե դու արմոնիզեես, այսինքն որպես սիստեմա, այդ քո ամբողջ բոլոր մարմինները միասին, եթե իրանք հարմոնիայի մեջ են նիվերի հետ, ուրեմն դու կարող ես հնարավորություն ունես à la guérison et à la auto-régénération։ Ինչ է դերքիա չէ, բայց դրա մասին շատ քիչ են խոսում, ինձ թվում է, ամեն դեպքում եվրոպական բժշկության մեջ էլ։ Հա, դե չեն, այդքան շատ չի օգտագործվում, ու իմ համար, ասենք, այդ դեկուվերտ այդ երրորդ բանի, հա, ոնց որ ասած, մասի, որը որ իմ հասկանալու մեջ, որովհետև կարող է ուրիշ մասել կան, ինչ որ մեկ ուրիշի տեսանկյունով, մեկ ուրիշի հասկացությամբ, ուզում եմ ասեմ, վսիլեննա, բայց չգիտեմ վսիլեննան ոնց է հայերեն։ Բանը, ուզում եմ ասեմ, այդ երրորդ մասը, երբ որ ես ուսումնասիրեցի, ինձ համար դառավ մի հատ մեթոդ, որը որ արդեն ամբողջական է։ Ամբողջական է, այսինքն ես եթե պացիենտի հետ ուզում եմ, որպեսզի ինքը ամբողջությամբ բուժվի, ես այդ բոլոր այդ 3 բաները անպայման հաշվի առնում, որպեսզի ինքը կարողանա, այսինքն ինքնա բուժվի։ Շատ կարևոր է։ Վալա։ Ես երազում եմ տենց մատ կենտրոն ստեղծեմ, որտեղ հնարավորություն կլինի, որ բոլոր բժշկությունները իրար հետ համագործակցեն։ Իմ դեպքում որ հիվանդատել էի, ինձ շատ օգնեց մի կին, որը հոմեոպաթիայով թույլ տվեց, որ ես ամբողջ բուժումը չէ վերջ անցկացնեմ, այսինքն բժշկական նորմալ տրադիցիոնալ բուժումը, բայց ինքը կողքից օգնեց, որ իմ օրգանիզմը կարողանա դիմադրի եւ կարողանա տանի մինչեւ վերջ հաղթահարի եւ վերականգնի դրանից հետո։ Ու դրա համար ես վստահ եմ, որ դրանք բոլոր իրար ավելացնող, ամեն դեպքում կոմպլեմենտար են իրար բոլորը։ Ես դա կարող եմ արդեն հաստատ ասել, որովհետեւ ես արդեն մոտ 30 տարի դա օգտագործում եմ եւ ես դրա տեսնում եմ արդյունքները։ Դրա համար այդ օրինակ նայեք, մարդա գալիս ինքը
իրան մեդիկամենտ նշանակել, թե հոմեոպաթ, բայց ասենք իր մոտ ինչ-ինչի ալերգիա ունի, ինքը չի կարողանում այդ մեդիկամենտը ընդունի, օրգանիզմը չի ընդունում։ Այդ մեթոդի մեջ էներգետիկ օրինակ, չէ, ես կարող եմ այդ մեդիկամենտ, հաճախ հոմեոպաթիան էլ է դա, վիբրացիան է բանի մեջ, մեդիկամենտի մեջ, հաճախականությունն է ավելի շատ, քան թե մեդիկամենտի պարունակությունը, հա, այդ 5CH, 9CH եւ այլն դա է նշանակում, այսինքն իսկ ես կարամ փոխանցեմ այդ մարդուն առհասարակ դեղի վիբրացիան առանց դեղը ընդունելու կամ ուիլ էսենսիելից, որ ինքը ալերգիա ունի, ես կարամ ուղղակի վիբրացիան իրան փոխանցեմ, ինքը ոնց որ այդ դեղը ընդունած լինի, այդ դեղը գնում է իր աշխատանքը կատարում այնտեղ որտեղ որ իրան պետք է, իր մարմնի որ մասում պետք է, առանց ասենք այդ բանդեղորայքը ներս ընդունելու կամ իր վրա քսելու։ Չէ, խոսալ այդ հայտարարության մասին, այդ վիբրացիաների մասին, առհասարակ կվանտովի ֆիզիկան միշտ եղել է, այդ չի նշանակում, որ մենք չենք իմացել, ինքը դիպություն չի ունեցել։ Բայց գուցե շատ բան արվել է, որ չիմացի, նաև ասենք երաժշտության մեջ չէ, որ ասում են, որ այդ հերցերի հաճախականությունը կարող է բուժիչ լինի, ու այսօրվա երաժշտության օգտագործած հերցերը դրանք ավելի վատ են ազդում մարդկանց վրա, ամեն դեպքում բուժիչ չեն, ասենք, սենց ու երկիչներ, որոնք գրում են մենակ այդ հաճախականությամբ, որը բուժիչ է մարդկանց համար։ Օրինակ, ինչ են ասում, որ կլասիկ մուզիկան օգնում է, չէ, բուժիչ հատկություն ունի եւ այլն, եւ այլն, լսում եք, ասենք, բանը ուղեղի, ասենք, բաները ու լավանում է եւ այլն եւ այլն, որովհետեւ հաճախականությունը, որ ինքը բան անում, տարածում է, բուժիչ է եւ դրական է։ Ճիշտ է։ Վերադառնանք սովորեցիչ բժշկականում, հետո հոգեբանություն, հետո բիոէներգետիկա, չէ, բանը հոգեբանությունը հա շարունակել եմ հետո Մոսկվայում, հետո արդեն պաշտպանել մեզ։ Դու եկած թե քանի տարեկանում։ 33 աշխատանքով, ասենք ինչով է։ Դե ասեմ ստացվեց, որ ես դրանից առաջ 10 տարի Մոսկվայում էի ապրում, այսինքն բանը Շահումյանի դատարկումից հետո 92 թվականին տեղափոխվել ենք, Մոսկվայում տեղափոխվել, երկար տարիներ այնտեղ ապրելուց հետո, երբ որ Մոսկվայում 99 թվականին այդ բաները սկսվեցին, այդ պագրոմները սկսվեցին, շենքեր տրաքացվեց, հասարակական տրանսպորտը տրաքացվեց, եթե հիշում եք իհարկե այդ ամեն ինչը, եւ այսինքն սկսվում էր այդ Կավկասկի սլեդ եւ այլն շատ վատ լիցը Կավկասկի նցանային շատ բաներ իրոք բան փշրում էին, նույնիսկ վտանգավոր էր դուրս գալ դուրս, ասենք դուրս կարող էր շատ մարդիկ այդ ժամանակ վերադարձան կամ Հայաստան, հա, բոլորը չէ, բայց մեծամասնությունը այդ պահին ըրեցին, դուրս եկան։ Մենք էլ ճիշտ ասած այդ ժամանակ ընտրություն ունեինք, մեր ծանոթները, ասենք ռուս ծանոթները, ասեցին, եթե ուզում եք, ձեզ կարող ենք տեղափոխել, եթե ուզում եք Եվրոպա, եթե ուզում եք Ամերիկա։ Բայց ճիշտ ասած ես չէի ուզում օվկիանոսի կողմ գնալ, ասեցի, որ Եվրոպան երևի թե շատ ավելի հարմար տարբերակ է, ու իհարկե դες առանձնապես բան չկար, ընտրություն չկար, որ երկիրը, որ այդ մոմենտին որը որ ստացվեր, ոնց են ասում, ստացվեց Բելգիան։ Երբ որ ասեցին Բելգիա, հա, երբ որ ասեցին Բելգիա, հետաքրքիր էր, որովհետև բելգիա մասին ոչ մի բան չգիտեի։ Դե ես հիշում եմ, ես սովետական սոտկի մարդ եմ ու բան, մենք էկոնոմիկի գեոգրաֆիա էինք անցնում, չէ՞, մի ժամանակը, չէ՞։ Բոլոր երկրների մասին ինչ որ բան տեղեկություններ ունենք, Բելգիայի մասին չունեի։ Մենակ հիշում էի, որ կապիտալը բանն է, Բրյուսելն է, հա։ Մեկ էլ հիշում էի մեր բոտանիկայի գրքից Բրյուսելսկա կապուստա։ Ահագի բաներ հիշել ես։ Ահագի բան եմ, բայց այդ երկու ինֆորմացիան ունեի մենակ Բելգիայի մասին, բայց ի ուրախություն ինձ դրական ինֆորմացիաներ էր էլի, այդպես վատ ինֆորմացիաներ չէ։ Ոչ այդ բրյուսելսկի կապուստան հիշեցի, ասեցի դե լավ, հիմա ինչ անենք։ Գնանք փորձենք։ Գնանք փորձենք բրյուսելսկի կապուստան։ Եկաք ստեղ մի Բրյուսել։ Պրոբլեման ինչ էր, որ այդ որոշումը ընդունելը առանձնապես չես մտածում, երբ որ այդ որոշումը ընդունում ես, որովհետև վտանգ է, դες առանձնապես երկար չես մտածում, դու ոչ մտածում ես գնաս, բայց հետո ինչ ա լինելու, արդեն այդքան երկար չես մտածում։ Ուզում եմ ասեմ, երբ որ մարդը գնում է Վիժիվանիայի հարց կա, երբ որ մարդը գնում է միգրացիայի, գիտեք ինքը նախորոք հոգեբանորեն պատրաստվում է, որ ինքը գնալու է արտասահման, այսինչ երկիր, այնտեղ այսինչ լեզուն են խոսում, ինքը այսինչ բանն է այնտեղ անելու, այդ լեզուն է մի քիչ սովորում, չէ՞, ուրիշ լրիվ ուրիշ process է, այսինքն դու հոգեբանորեն
Ընտրությունը դա։ Ընտրությունը։ Հա, մտածված ընտրությունն է, իսկ ստեղ դա ընտրություն չի։ Դու այսինքն առաջի պատահած բանը, որովհետև այնտեղ որտեղ դու կաս վտանգավոր է։ Ու դու ասենք հետո չես մտածում ինչա լինելու, ու ոնց լինելու, դա չես մտածում։ Իսկ հետո որ ես ասենք հայտնվեցինք այդ Office des étrangers-ի այդ ֆիլմի մեջ, ոնց են ասում։ Նոր գտակցեցիր թե ահա որ էր։ Չէ, ես չգիտեմ ինչ տրագեդիայի մեջ էի, որովհետև պատկերացնեք 3 օր առաջ դու քո կաբինետում նստած եկել։ Չէ, ես ամուսնուս ու մեծ աղջիկաս հետ էի։ Երբ որ դու 3 օր առաջ նստած էի քո կաբինետում, ընդունելություն եւ այլն, այսինքն դու կայացած սոցիալ ինչ էիր աշխատում Մոսկվայում, որպես պեդիատր եւ պսիխոլոգ։ Եւ պսիխոլոգ, այն ժամանակ էլ ասենք այդ նոր ռուսներ կոչեցյալ, հա, այդ բան խավներ առաջացել, այդ պսիխոլոգ ունենալը, անձնական պսիխոլոգ ունենալը շատ մոդա է եւ այլն, այսինքն դու կայացած սոցիալական լավ խավում ու 3 օր հետո դու հայտնվում ես այդ հերթում ու այդ մարդիկ որ քեզ ներս են թողում, այսպես շատ տպավորված էր իմ վրա բանից ձեռնոցներով են այդ բանից, հա, պլաստիկովի ձեռնոցներով են քեզ ձեռ տալիս ոչ Ինչ ահավոր էր ու ես այնքան շոկի մեջ էի, որ բան հա ոդկս ոլորվեց ու ընգա ու այդ ծունկս բանը արուն սկսեց գալ ծունկիցս։ Հիմա այս ծունկը չի ցավում, բայց ես նենց եմ լացում, ողբում եմ պրոստը, որովհետև այս ուրեմն ընկել այդ վիճակից էլի։ Հա, անսպասելի։ Պատրաստ չէի դրան։ Ճիշտ պատրաստ չէի դրան բացարձակապես ու դու հասկանում ես, որ դու այդ լեզուն չես խոսում, դու բացարձակապես չես հասկանում քեզ ինչ են ասում, դու չես հասկանում դու որտեղ ես, ինչա քո է տեղի ունենում, սարսափելի, շատ ուժեղ շոկ է, ուզում եմ ասեմ։ Բժեցին ոդկդ։ 7 քսեցին այդ օրը։ Ու մեզ ուղարկեցին մի հատ ճամբար։ Բախի բերմամբ շատ լավ տեղ էր այդ ճամբարը։ Այսինքն շատ կանաչ տեղ էր, գետի ափին, վալա, ճիշտ է, ճամբար էր իհարկե, որը որ իր ճամբարային բառերով, սպეციფიկաներով եւ ասենք տհաճությամբ, բայց ասենք տեղը շատ սիրուն էր, ասենք ատարի մեջ, շատ սիրուն տեղ։ Ու դա մի քիչ մանկություն տերես հիշացնում։ Դա ինձ մի քիչ հույս տվեց։ Երբ որ մի 2 օր մնացինք, իհարկե պայմանները լավը չէին, շատ վատն էին, բայց մի 2 օր մնալուց հետո ես ասեցի, չէ, եթե ես այդ շարունակեմ, կարողա պսիխիկաս խախտվի։ Կարող է ինձ էլ չասնի պսիխոլոգ պետք է։ Հա, կարող է ինձ էլ չասնի պսիխոլոգ պետք լինի։ Դրա համար ես որոշեցի, որ ինձ դնեն ստրուկտուրայի մեջ։ Ժոստկի ստրուկտուրայի մեջ։ Այսինքն ես առավոտյան ժամը 5-ին վեր էի կենում։ Էի անտառով, այնտեղ sense տրապինկա կարել, այդ տրապինկայով գնում էի, մի քիչ հեռու որ այդ կորպուսներից ես չերևամ, ասենք, այնտեղ պալյանկա կար, այնտեղ գիմնաստիկա էի անում, էներգետически, ֆիզически, ասենք մի կես ժամ գիմնաստիկա էի անում, հետո գալիս էի, մտնում էի սառը գետի մեջ, ու այդ բան եղած գալիս էի ու մորը սկսում էի։ Մի շաբաթ հետո ես գնացի դիրեկտորի մոտ, ասեցի, գիտեք ինչ կա, ասեցի։ Ես տեսնեմ, որ մարդը դեպրեսիայի մեջ են ընկնում։ Ես օրինակ կարող եմ իրանց համար, ասենք, մեդիտացիայի կուրսեր անել։ Մանեգեք շաբաթը գոնե մի անգամ այդ զալը տվեք ինձ, այնտեղ մի հատ ինչ-որ տենց զալի նման, բոնգ էին խաղում, ես շատ գիտեմ ինչ ասեցի։ Շաբաթը մի անգամ այդ զալը տվեք ինձ, ես կասետաներ էլ ունեմ, մագնիտոֆոն էլ ունեմ, կմիացնեմ կանանց համար ինչ որ տենց յոգայի ինչ որ տենց մի բան տենց դասեր անցկացնեմ որ իրանք մի քիչ ծրվեն այ դիրեկցիան ասեց օքեյ սուպեր ոչ մի խնդրեմ չկա խնդրեմ բան արեք ու տենց սկսեցի այդտեղ դասեր անցկացնել в общем 7 ամիս մնացինք այդտեղ հետո դուրս եկանք արդեն 7 ամիս հա 7 ամիս Նամյուր քանի որ բան Նամյուրի մոտ է այդ ճամբարը ոնց որ ու Նամյուրում երբ որ ես առաջի անգամ եկա այդ քաղաք, որ գնացքից երբ որ իջա, գիտեք, տենց բան կա, չէ, երևի դու էլ ես զգացել, որ զգում ես, որ դու քո տեղն ես։ Հա, սակայն նա ներքին ինտուիտիվնը դու զգում ես, որ դա քո քաղաքն է, ոնց որ դեր տուն ես եկել, այդ զգացողություններ։ Ասեցի, էս մեր քաղաքն է, մենք ստեղ ենք մնալու, վոլա, ու տենց ասենք Նամյուրում սկսեց, հենց տեղափոխվեցինք Նամյուր իհարկե մի անգամից ես գրեցի ֆրանսերեն դասերի, իհարկե ճամբարում գնում ենք, բայց ճամբարի դասերը շատ անմակարդակ են թույլ են, գրանցվեցի դասերի եւ տեսա, որ եթե ես այդ դասերի ռիթմով գնամ, շատ երկար է այդ ամեն ինչը տևելու։ Եվ սկսեցի, ասենք որտեղ որ գնում էի, ասենք սոցիալական կենտրոն, հիվանդանոց, փաստաբանների մոտ, թողում էի վիզիտկաները, ասում էի, եթե ձեզ թարգման չապել, ես ձրի կթարգմանեմ, դուք ինձ կամ ասենք մարդկանց որ հանդիպում էի, ասում էի, եթե ձեզ պետք է
թարգմանիչ։ Ես ես հետ կգամ։ Ես ինձ վճարում էի, իրանց հետ գնում էի, որպեսզի իմ լեզվի ընկալման ռիթմը արագանա։ Ու ասենք իսով դիմեցի արդեն իմ դիպլոմի պաշտպանմանը Բելգիայում արդեն, հա։ Ոնց էր հեշտ էր։ Չեմ կարող ասեմ, օրինակ բժշկականինը չդիմեցի, որովհետև շատ երկար էր։ Ինձ ասեցին, որ ես դիմեցի բժշկականինը, ինձ ասեցին, որ ես պետք է նորից սկսեմ սովորել 3-րդ կուրսից։ Դա անհնար էր իմ համար, որովհետև ես հենց որ տեղափոխվեցի ամյուր, ինձ միանգամից 2 ստաժ տվեցին։ Մեկը CHR-ի պեդիատրիկ բաժանմունքում, մյուսը փսիխիատրիկ բաժանմունքում։ Ու ես արդեն որեսի տեսնեմ, արդեն որ դիպլոմն եմ բանանում։ Երբ որ ինձ ասեցին, որ ես 3-րդ կուրսից պետքա նորից նստեմ սովորեմ, ասեցի դա շատ երկար է։ Քանի տարի էր դա։ Փաստորեն ես պետքա 4 տարի էլ սովորեի, պլյուս 5 տարի սպեսիալիզացիոն որպես պեդիատր։ Ասեցի, նո, արդեն թոշակառու եմ դառնալու, հա։ Չէ, թոշակ էի գնալու, ասեցի, չէ, չեղավ այդ մեկը։ Իսկ պսիխոլոգին ասեցին, եթե գաք 6 ամիս սովորեք, քննությունը հանձնեք, քննությունները, այդ ժամանակ ասենք բան կանենք։ Ու տենց էլ արեցի, իհարկե շատ դժվար էր, որովհետև երբ որ առաջ լեկցիային գնացի, բայց ես արդեն թարգմանիչ էի, ես բան էի անում, որի համար թարգմանում էի, ինձ թվում էր ես ֆրանսերեն լավ եմ խոսում արդեն եւ այլն։ Մինչև գնացի դասի։ Մինչև գնացի առաջի լեկցիան, լսեցի ու զգացի, որ ոչ ոք հասկացա։ Շատ լրիվ ուրիշ բառապաշարը բարձա։ Նույն կարակ պատմենք պատմությունը, որ դու նոր պատմեցիր, ասեմ մեր ունկնդիրներին մի քիչ առաջ խոսում ենք բարբարների մասին, ասում ենք արդեն 3 ժամը նույնի հետ ստեղ բանկան զրուցում ենք ու խոսում ենք մեր հայրենի բարբարների հարստության ու այդ հնչողության մասին, մենք ինչքան գեղեցիկ է նույնն պատմում էր, որ դու խոսում ես, չէ, ձեր բարբարով տենց խոսում ենք ու դեր բական ինստիտուտի մաթեմատիկա երբ որ բանը ընդունվեցի առաջի կուրսում մեր ինստիտուտում չգիտեմ ինչի բանը բարձրագույն մաթեմատիկայի մի սեմեստր բարձրագույն մաթեմատիկա ենք անցել եւ ասենք շատ մեր համար տարօրինակ էր որովհետեւ գնացել ենք նստել ենք 150 հոգի մարդ նստած կուրսում մեկ էլ այդ մարդը գալիս է այնտեղ մի 4 հատ գրատախտակ կա կապցրած այդ գրատախտակների վրա սկսում աշուշ գրել է դիֆերենցիալներ ես շատ գիտեմ ինչ է դες բաներ որ մենք ոչ տեսել ենք ոչ լսել ենք ու բացատրում է բացատրեց, գրեց այդ 4 գրատակը գրեց, լցրեց, հետո շուր եկավ մեզ ասում հասկացաք, մենք արդեն չգիտենք ինչ ասենք, մարդիկ արդեն խոսում են, բան, տենց բան, աղմուկ է բարձրանում, ասենք, այդ բանում, աուդիտորիայում, հա մի քիչ խուճապային բաներ է տեղի ունենում, մեկ էլ լենականցի տղա ունեինք կուրսում, ասենց մերնիս դու մերնիս, bez գիդական հարց կուդաս, ով կգնա պատասխանի, ու այդ պահին չգիտեմ ոնց ստացեց, որ բոլորը լռեցին, ու այդ իր այդ բարբարով այդ բանը, ամբողջ աուդիտորիայում մեկ ու իհարկե դրանից հետո զրիվ խոխը իհարկե ամբողջ աուդիտորիա։ Հիմա պաստեն դու նմանատիպ ինչ որ վիճակում էիր քո դասը։ Հա, ես իմ դասի ժամանակ շատ գիտական հարցեր էի տալ, բաներ էին ասում, ես ոչ ոք չէի հասկանում։ Ու հետո անցավ իհարկե այդ ամեն ինչը։ Ինչն է կարևորը, որ եթե ձեր ուղեղը սովոր է սովորելուն, ուղղակի պետք է իրան օգնել ինքը ադապտացվի։ Սկզբում բլոկ անում, չէ՞։ Հա։ Գիտեք ինչն է ինձ մեկ էլ շատ օգնել, օրինակ նայեք, բոլոր մեր կրոնները, բաները, չէ՞, բոլոր տեսակի։ Տեսնում ես, որ ասենք բոլորի մեջ կա, ասենք, աղոթքներ, մեդիտացիաներ եւ այլն, ինչի համար այդ ամեն ինչը արվում։ Այդ ամենը արվում է, որ քեզ բերեն ներկայի մեջ, որ դու մնաս այդ ներկայի մեջ, երբ որ դու ներկայի մեջ ես, անկախ քեզանից դու արդեն մտնում ես էներգետическի գարմոնիայի մեջ, որովհետև դու կարող ես այդ ուժը, որ երևում կա, ասես Աստված, կարող ես ասես ունիվեր, կարող ես ասես աբսոլյու, ինչ ոնց ուզում ես ասա, այդ նույն ուժն է, չէ՞։ Դու մտնում ես այդ գարմոնիայի մեջ, այսինքն այդ քո կոսմический կանալը միանում է, բացվում է եւ դու էներգիա ես ստանում, այն ինչ որ քեզ պետք է քո առօրյա հարցերը լուծելու համար։ Բայց մենք մարտարարացնի չենք անում, մենք կամ ապագայում ենք, որը մեզ վախեցնում է, որովհետև ապագայի վրա դու ոչ մի կոնտրոլ չունես, դու չգիտես ոնց է լինելու։ Դրա համար դա մոտ վախ եւ տագնապ առաջացնում։ Երբ որ դու անցյալում ես, դու ավելի շատ վատ էմոցիաների մեջ ես, որովհետև երբ որ մարդը գնում է անցյալ, շատ պետք է քեզ տրամադրես, որ լավը հիշես։ Ինձամասան վատն ես հիշում, ինչն ես վատ արել, ինչ են քեզ վատ արել եւ այլն, այսինքն ընկնում ես տրավմատիկ էմոցիոնալ վիճակի մեջ։ Դրա համար ոչ նա է քեզ օգնում։ Նա մեկա չես կարող ուղղես, անցյալը չես կարող, ինչ արել ես։ Ես այսօր քո դիվանին նստած դու ասում ես, հա գիտես, 10 տարի առաջ ես սենց պետք է անի, բարև։ 10 տարի առաջ արես նենց, ոնց որ կարող էիր անել, այն պայմաններով, որում դու եղել ես։ Պոան։ Տրավմա ասեցին, նա հարցում եմ շատ հետաքրքիր։ Այսօրվա երիտասարդությունը շատ ասում տրավմայի մասին։ Մեր մանկության տրավման։
Հա։ Մեր մանկության տրավմատիզմը հաստի։ Եկեք մենք պատմենք դες մանկությունը։ Հա։ Մենակ տրավման ինչ։ Բայց ոչ չէին ասել որ մենք տրավմայի իրավունք ունենք։ Չէ, մենք չունենք ոչ կրիզ դադոլեսանսի, ոչ տրավմայի, ոչ բան։ Ստեղ որ նոր եկել էի, մի հատ աղջիկ կար բալիկ էր ունեցել ու ասում էր դու հասանում ես ես վատ եմ, բան տենց ես դեպրեսիոն պոստնատալ բան, ես տենց զարմացած նայում էի իր վրա ասում էի փաստորեն ոչ մանկության տրավմա իրավունք չենք ունեցել, ոչ դեպրեսիոն պոստնատալ, ոչ կարելի է հիմա սա իրար հետ վերցնել։ Հա, մի հատ բան ասեմ այդ թեմայի շուրջ տատիկիս ասածներից։ Բայց բարբարով եմ ասել ոչի։ Տատիկս շատ բանկիներ էլի, շատ, прям սերի կարդինալ էր։ Շատ ուժեղ կիներ ու ինքը սենց էր անում։ Վի աղջի, լաչարա, ասմա ներվային է։ Հիմա այս ժամանակ դες բաներ չկար։ Չկար։ Որս բոլորը չհասկան, շատ ուրախ եմ, որ հիմա շատ բաների մասին խոսում, շատ բաները ընդունվում են եւ այլն, իսկ հիմա շատ բաներով կոկտել, ուղղակի նաեւ մի քիչ շատ խոսում որոշ բաների մասին, բայց դա էլ ինձ թվում է։ Հիմա ես ասեմ ոնց է, տրավման ինքը իրենով չի կատաստրոֆիկ։ Տրավմայի ժամանակ քեզ փոխանցվում է վատ տեսակետ քո անձի վրա։ Այդ դա է քեզ խանգարում։ Դա ոնց էր ասենք պսիխոլոգիայի մեջ կոչվում է տրավմատիկ ակնոցներ։ Փոքր դրվագ եմ ուղղակի ուզում պատմեմ։ Տրավմայի ժամանակ ինչա տեղի ունենում, այսինքն տրավմա եղավ, չէ՞ մի հատ։ Այսինքն մարդը ինքը իրան թվում է, ինքը կոնտրոլ անում իր ինչ որ իրան թվում է ինքը դրա վրա կոնտրոլ ունի, օքեյ։ Ու երբ որ ասենք այդ իր իմաժներ կոնտրոլ արած տարածքի մեջ մի հատ ինտրուզիոն ալնում, որ տրավմա է, օրինակ, մի հատ ավտո իր գալիս է խփում է։ Իրան թվում է ինքը լրիվ կոնտրոլի մեջ է։ Ու մի հատ տենց բան է տեղի ունենում։ Ու գիտեք, մի վարքյան հետո ինքը ասում է ես էի մեղավոր։ Ես պետք է սենց անեի, ես ինձ անեի։ Սիրակության մեջ չի դա։ Չէ, դա բոլորի հետ է տեղի ունենում, կապնի ինչ ազգի մարդ է։ Ինձ դա շատ հայկական է։ Չէ, դու դնում ես այկանը ուղակի այդ բանը, ակտները կարող ավելի մեծ լինեն։ Ու դու ամիջապես քե մեղավոր ես զգում, որովհետև քանի որ դու կոնտրոլ ունեիր դրա վրա, դու պետք է տենց չանեիր, բայց դե ժամանակ դու ոչ ուղղի մեջ չես եղել։ Որ դու քշում ես պետք է մտածես քո տեղն էլ են միշտ տո տեղն։ Հա, բայց դաժե եթե դու մտածում ես, կարող է ամիշ տեղի ունենա, չէ՞։ Ճիշտ է։ Ու այդ ժամանակ դու քեզ մեղավոր ես զգում, ասում ես ես եմ մեղավոր, իմ սենսը նենց է։ Այդ քո ենթագիտակցով ես ասում, ոյ տրավմատիկ ակնոցները դնում ես։ Բայց դուք նաև ձեր բոլորս դրանից ունենք մի քանի հատ ունենք։ Ուզում եմ ասեմ, պատկերացրեք կյանքի ընթացքում ինչքան տենց դեպքեր կարող է լինի, նույնը դա կարող է լինի հարաբերությունների մեջ ինչ որ դեպք, կարող է լինի երկրաշարժը, կարող է լինի կռիվը։ Երկրաշարժը այսօր հետարքիր օր է, չենք։ Հա, դեկտեմբերի 7-ին։ Հա, դեկտեմբերի 7-ին։ Գյումրի սպիտակ մեր բոլոր զոհվածներին։ Երկես ինտերվյուն ավելի ուշ կլինի, բայց բոլոր զոհվածների, բոլոր ընտանիքների այդ քո ասած այդ մեքենան շատ ուժեղ խփեց բոլոր ընտանիքներին, անկախ նրանից կորուստ ունեցան, չունեցան, բայց դա մի ամբողջ ցնցում էր ինձ թվում է մեր բոլորի համար, ինչև այսօր էլ դեռ չվերջացել։ Ես ընտանիքների մեջ շատ լեննականից մարդիկ ունեմ, որ ասենք մեզ վերջի տրավմայի մասին եմ խոսում էլի։ Ասենք երբ որ գնում ես դու տեսնում ես որ դա արդեն գալիս է այդ մարդը արդեն մեծ մարդ է այսօր 7 տարեկան է եղել երկրաշարժի ժամանակ դա ոչ մի աշխատանք չի կատարվել այն ժամանակ այդ ամեն ինչի այդ այսինքն այդ տրավմաները մնացել են կարծրացել են ու երբ որ մարդ արմատահան լինում եւ գալիս են ուրիշ երկիր որտեղ իրանք ոչինչ չգիտեն այդ բոլոր տրավմաները սաղ բարձրանում է ջրի երես իրանք սկսում են խեղդվել ճիշտ է Ճիշտ է, ամեն դեպքում բեսման նո պանսե, հա, ոնց ասում, հա, չէ, մի պահ ջերմորեն հիշենք բոլոր այդ մարդկանց կորուստները, ընտանիքները, ինձ թվում է դա անորմալի տրավմա իրավիճակ էր բոլորի համար։ Մի անգամ մի հատ աղջկա հետ էի զրուցում, ինքը կինեզիոլոգիայով է զբաղվում, ոնց ասում է հայկանց հետ, դե ասում եմ, ես շատ ինտերքրասեր եմ բնագավառում ու բախտի բերման թե պատահմամբ միշտ հանդիպում են շատ հետաքրքիր մարդիկ, որոնց լսում եմ, ու այդ աղջիկը պատմել, որ ինքը հիմնականում հայկանց հետ աշխատում է, բալիկի հետ կապի մեջ է լինում եւ այլն ու ուղեկցում է հղիության ժամանակ նաեւ ծննդաբերելու ժամանակ ու մի պատմություններ պատմում, ասում է հղիությունը շատ լավ անցավ, բալիկը կինը եւ այլն ամեն ինչը բայց եկավ ծննդաբերության օրը ու մի շարք դժվարություններ այսինքն ես ասում եմ ասենց մտածում եմ փաստորեն բալիկ էլի ասենք այդքան ամեն ինչ լավ անցավ հիմա այս աշխարհը այս տան ջանքներով պետք է գա էլի այսինքն տանջելա բալիկը միջև ծնվել է ու ասում եմ ես ասենց մտածում եմ ասում եմ որ բալիկը դուրս գա տեսնեմ մտածում եմ այսքան փուճուրիկ ու այդքան դժվարություններ ասում եմ այդ բալիկը որ ծնվեց
ինքը մի հատ այնինչ ժպիտ ուներ իր այրեսին ու ասում եմ ես հասացա մի բան որ ճիշտ է դժվարությունները կարևոր են բայց քո հայացքը դժվարությունների վրա ուրիշ է ասում եմ այդ բալիկը իր այդ ժպիտով ինձ ասում է լրիվ ասում է դեստաբիլիզե արեց այսինքն ես բացարձակ դա ես չի սպասում որ բալիկը այդ ժպիտով պետքա դուրս գա ինքը տարկի բանա չէ շատ իմ մոտ տպավորվել այդ աղջիկը ասածը ու մի քիչ շատ եմ նեղվում հիշում եմ այդ բալիկի ժպիտը բայց իրոք ասած քեզ մեր մոտ հավոք սրտի մեր մշակույթի մեջ ընդունված չի նու երբ որ ընտանիքներով շատ են ապրում խոսում են կիսվում են ուսում այդ թերապիան կատարվում ընտանիքների մեջ եթե հնարավորություն կա ու չկա այդ քննադատման եւ այլն կոմպլեքսը բայց դժվար են մարդիկ գնում հոգեբանի մոտ գնում են երբ որ արդեն ստիպված են այսինքն անհավատ են գնում կամ բայց ասած քեզ կամ բաներ որոնք կարող են ուղղվել կամ օգնել մի քիչ ավելի թեթև տանելու այդ սերունդներից սերունդ եկող հիմա գիտեմ պետք է մտածես որովհետև ես դրանով շատ հիացած եմ որ դուք խոսում եք հայ հոգեբանների հետ այդ կոնֆերանսի ժամանակ այդ սերունդներից սերունդ եկած տրավմաների մասին դա փոխանցվում է եւ պատկերացրեք որ ես պացիենտներ եմ ունեցել որ եւ ասենք պացիենտը գալիս է ու ես պացիենտի մոտ տեսնում եմ ասենք օրինակ ես բերական պացիենտ էլ ունեմ ահագին մեծ էլի ու ես այդ կնոջ մոտ զգում եմ բոլոր սիմպտոմները բռնաբարության բայց այդ կնոջ հետ ոչինչ տեղի չի ունեցել եւ երբ որ ասենք մենք հիպնոզով սկսում ենք աշխատել տեսնում ես որ դա մամայից է գալիս այսինքն դա ոչ մի անգամ չի ասվել ոչ մի անգամ դրա մասին չի խոսացվել բայց այդ տրավման փոխանցվել է չի դա քրքիր է ու նույնն էլ փոխանցվում է ասենք մյուս ժեներացիոններից, որովհետև ասենք դա ես ամբողջ 16 թվականից ես շատ խորությամբ զբաղվում եմ արդեն հիպնոզի տեխնիկայով եւ ոչ միայն հիպնոզ, ասենք մի քանի ոնց որ մի հատ միքստ եմ ստեղծել տեխնիկայի, որը գրում է եւ հիպնոզը եւ թերապի, մյուս թերապի բրևները, թերապի նարատիվ, թերապի օրիենտե սոլյուսիոն, թերապի պալո ալտո, սա իրար հետ միացրել եմ այդ աղբաները, ֆորմացիոնները ու սարքել եմ մի հատ միքստ, որը իմ մոտ աշխատում որտեղ ամեն մարդ երբ որ ինքը ինչ-որ բաներ է սովորում, չէ, իր կյանքի ընթացքում միացնում է սարքում է մի հատ ինստրումենտ, որով իր մոտ լավ է ստացվում աշխատանքը։ Ճիշտ է, դա շատ կարևոր է, բայց դա օգտագործել եմ։ Երբ որ ես հիմա սկսել եմ այդ 16 թվականից հետո այդ, այսինքն կարամ ենթագիտակցության հետ աշխատեմ, ենթագիտակցության հետ աշխատելուց դու տեսնում ես արդեն այդ տրանսժեներացիոնալ բոլոր կապերը, որ ծրագրաման որից է գալիս։ Ծրագրամաններ ունենք, որը ավտոմատически մենք բան ենք անում, որը գալիս է ապու պապերից, դա մեր հետ կրում ենք, բարերի նման, քան հերու կարա գնա տրավման, կարա գնա, չեմ իմանում, եսին որ ժեներացիոն, չկա սահմանափակություն չկա, եւ նույնիսկ ասենք դեպքեր եմ ունեցել, որ մարդը եկել է հատուկ իր անցյալ կյանքերի, հիմա ով հավատում, ով չի հավատում, բայց ես ասենք քանի որ արել եմ կոնկրետ պացիենտի հետ, անցյալ կյանքերից եկած ինչ որ պատմություն, բան դիսֆունկցիոնալ ծրագրամաներ, որ խանգարում են մարդը առաջ գնա։ Շատ հետաքրքիր։ Հիմա ես էլ պատմեմ, հետո վերադառնամ քո անձնական, որտեվ ես ասեմ դες նույնին համարը համզել եմ, մեր համար Բելգիայով լավ ծագիր կազմի իրապորտի հիման վրա տարբեր բնակավարների հոգեբանական հարցերի վերաբերյալ զրուցելու, որտեվ կարծում եմ, որ դա շատ հետաքրքիր է ու շատ կարող է դրդիչ լինի յուրաքանչյուր մարդու համար, երբեմն մենք տարապում ենք մի բանով, ասում ենք, չէ, մենք պետքա տարապենք, բայց բավական է մի խորհուրդ, մի ձայն, մի ինչ-որ ինֆորմացիա, որ մենք հասկանանք, որ գուցե մենք միակը չենք, գուցե դա կարող է մեզ օգնի, կարող է մեզ թեթևացնի կամ ինչ-որ ես երիտասարդ էի, բալիկ էի ունեցել, կարծեմ, թե դեռ բալիկ նոր էի ունեցել, սկսեցի աշխատել թարգմանիչ Ֆրանսուազ Դոլտոյի աղջիկը, Կազին Դոլտոն, եկավ Հայաստան ու հիմնեց Jardin d'enfants Jardin Vert ու ես իրանց թարգմանիչն էի այդ ընթացքում ու հետո իրենց հոգեբանները մնացին աշխատեցին մեր հայ հոգեբանների հետ թարգմանում էի հերկե ամեն ինչը process-ը ու մենք նաև աշխատում ենք երեխաների հետ ու չճանաչում Ֆրանսուազ Դոլտոյի մանկապարտեզներ չէ բայց երեխաների հանդիպան տունը գալիս են երեխաները խաղում են տարբեր այնտեղ ջրով են խաղում մեքենայով եւ ու կան կոնկրետ օրենքներ որոնք չի կարելի անցնել եւ այլն ու շատ հետաքրքիր բաներ տեղի ունենում այսինքն բալիկը գալիս էր ասենք մամային Նած sense բալիկ խաղալիք տեխնիկ էր բերում դրում մեկ էս հոգեբանը ասում էր դու բալիկ եք կորցրե Eskino sense ապշած ինչ գիտեք բալիկ ասում է կորցրել եք ասենք կամ
ասում ես Ռուսաստանի պատմությունով մի ընտանիք papan մահացել է Ռուսաստանում ու վերադարձել էին Հայաստան ու ամեն անգամ երեխան ստիպում էր մաման որ գնեն պայապսեն ինքը բերում էր նկարը դնում էր այդ նկարին ուտացում էր եւ այլն հետո որ աշխատեցին ասեցին papan մահացել է եւ այլն բալիկսից այդ ես գիտեմ այսինքն ինքը դա անում էր մամայի հետ համաձայն լինելու համար իրենք մեր թե մաման որ համոզում է ինքը չպետք է ես այդ ավշիցուցիչ բաներ տեսա իմ համար այն ժամանակ 20-23 տարեկան էի դա մի ամբողջ աշխարհ էր Այդ ժամանակվանից էլ ավելի եկավ այդ հետաքրքրությունների, որին բաներ տեսա Ֆրանսուազ Դոդո կթացի, իհարկե ամեն ինչ հետ համաձայն չեմ, բայց շատ հետաքրքիր բաներ կար, որը մենք ծովոր չէինք ժամանակ այդ մոտեցմանը, էլի չէ։ Դե չի եղել, ասենք հասարակության համար սովետական միությունում, ասենք հոգեբանի ծառայություն տեղի չի ունեցել, հետո մենք ասենք որ հայկական մեր կուլտուրայում մենք կոլեկտիվ կուլտուրա ենք, հա, ոնց որ համայնքային ենք, հա, եւ ասենք ընտանիքների մեջ շատ երկար ժամանակ ոնց որ groupe de parole նման շատ է եղել։ Չգիտեմ, ասենք ես կարող եմ ասենք մեր բաները տրադիցիաները ասեմ, ասենք Շահումյանի կողմի, որովհետեւ օրինակ ասենք կարող էին ամբողջ կանայցով հավաքվեին ու տոլմա փաթաթեին։ Ու այդ տոլմա փաթաթելը դա մի հատ բան էր, process ռիտուալ էր, այսինքն մի քանի կաստրուլա էին փաթաթում, մի քանի ընտանիքի համար, ու այդ ընթացքում բոլորը խոսում էին ամեն ինչի մասին, ամուսինների մասին, երեխաների մասին, դասերակցության մասին, չիմանամ ինչ խոհարարության մասին, voilà, ու տենց բաներ կար, որ ասենք խաշիլ էին էփում, այդ խաշիլ էփելն էլ էր տենց մի հատ ռիտուալ։ Պապիկիս ճաշներ։ Հա, խաշիլը Պապիկը տա Իջևանի։ Չէ, պապիկս Լենական էր, պապասա Իջևանի կողմ։ Խաշիլը բաներով, խաշիլի մասին չի խոսքը։ Չէ, մեր բան ցորենով էին, աղացած ցորենով էին խաշիլ սարքում։ Դեպիկա Ղարաբաղի հացով, թելպանով, սոխարացով։ Այդ դա էլ եմ իմանում, բայց մեզ մոտ ասենք այդ ցորենով էր այդ խաշիլը շատ բանը տարածված։ Այդ գիտես ինչ կամ խաշ որ դնում էին, չէ, տղամարդիկ իրար հետ, հա։ բաներ ու ամբողջ գիշեր դա զրույցում էին, խոսում էին, իրանց դարտերը պատմում էին եւ այլն, այսինքն այդ բանը խմբային թերապիա, այսինքն այն ժամանակ։ Բայց հիմա բոլորին ստիպում են դառնալ ինդիվիդուալիստ, այսօրվա հասարակությունը տանում է դեպի դրան ու դրամ այլ մարդիկ գնալով վատել լինում, որտեղ մնակությունը խեղդում մարդկանց, բայց չեն գիտակցում, որ դա է խնդիրը։ Եվ ես ասա շատ շնորհակալ եմ քո առաջարկության համար, դա մենք կանք ասենք մեր այդ հաղորդումների շարանը կկազմակերպենք երևի հայ բժշկական ասոցիացիայի ամաբի կողմից, հետև 19 թվականից դեռ ես համագործակցում եմ Հայաստանում հոգեբանական կենտրոնի հետ, որը կոչվում է Ինտրա, եւ ասենք Ինտրայի հոգեբանները արդեն հյուրընկալել են մեզ այստեղ Բելգիայում, ես տենց եմ ձեզ ճանաչել, կոնֆերանսներ են կազմակերպել եւ պարլամենտում, եւ ասենք Նամերում եւ Լիժում, մենք լավ համագործակցում ենք, իրենք էլ կարող են մասնակցել, իրենք էլ իրենց զրույցները ուղարկեն տարբեր թեմաների շուրջ, ուղղակի իմ ցանկությունը դառնում է որպեսզի մեր հաղորդաշարը լինի նրա մասին, որ ժամանակին դիմեն պրոֆեսիոնալ օգնության, չսպասեն, որ դա կարծրանա, պրոբլեմ դառնա, երեխաների մոտ ուշադիր լինեն, ժամանակին տանեն երեխաներին այսպիսի ասենք բաներ նկատելուց տանեն պսիխոմոտրիսիտե, տանեն լոգոպեդի, բան չանեն, չթողնեն դա ամեն ինչը կարծրանա։ Այսինքն հանենք այդ դրամատիկական մոտեցումը հոգեբանի մոտ գնալու վերաբերյալ։ Այսինքն երբեմն կարող է դա ուղղակի փոքր ինչ որ ու դա հակապես հոգեբանի մոտ գնալը չի նշանակում որ դուք վատ ծնող եք, վատ մամա եք, պապա եք կամ ինչ որ մի բան երեխայի ցալ եք արել, ասենք։ Կարող է ունենա ասում կապված լինի մի շարք ուրիշ գործոններից։ Նույնն ուրեմն գալիս ես տեղ սկսում ես աշխատել որպես հոգեբան, գիտեմ ժամանակը մեր կարճ ավելի մանրամասն ծրագրի ժամանակ երևի այնուց որ անենք կանդրադառնանք, որտեղ քո աշխատանքային փորձը ու սфера շատ զանազան է, բայց շատ կուզենայի խոսեի այդ կոնֆերանսի մասին, որը կազմակերպել էր եւ նաեւ ամաբի մասին եւ ամաբի անցած ձեր կազմակերպած հիանալի գալայի մասին մի քիչ ուղղակի մեր ունկնդիրներին փոքր ինֆորմացիա տալու համար, որ դա գոյություն ունենք, որտեղ մենք հիանալի կազմակերպություններ ունենք հայկական Բելգիայում, որոնք գործը լուր անում են ու բարեբախտաբար ես ճանաչում եմ, բայց ոչ բոլորն են ճանաչում ու փորձում եմ որ այս ինտերվյուների ժամանակ մարդիկ կարողանան լսեն, իմանան որ գոյություն ունի այդպես կազմակերպություն, այդպես հիանալի բժիշկներ հայ ծագումով Բելգիայում, որոնք անում են շատ լավ աշխատանքգործեր։ Մի հատ կոնֆերանսից երևի կամ ամաբից որն է նախընտրում։ Երևի ամաբից սկսենք,
ավելի շուտ իմ աշխատանքից սկսենք, որովհետև այդ աշխատանքի ընթացքում ես եկա դեպի ԱՄԱՊ, հա, ավելի շուտ ԱՄԱՊ-ը ստեղծվել է 2021 թվականին, բայց մինչ 2021 թվականը 20 թվականի պատերազմից հետո մենք արդեն ամեն մեկս մեր կողմից որպես մասնագետ փորձում էինք ինչով կարող ենք օգնել մեր գոլեգաներին Հայաստանում։ Ասենք ես ասեցի 19 թվականից համագործակցում եմ ինտրահոգեբանական կենտրոնի հետ, իրենց հոգեբաններին վերապատրաստում եմ ամեն տարի հենց այս հիպնոզի եւ կարճ թերապիաների տեխնիկաներով, որովհետեւ արագ աշխատող տեխնիկաներ են եւ շատ լավ բան են, արդյունք են տալիս։ Եվ դա իմ խոսքը չի, դա իմ գոլեգաների խոսքն է, նույնիսկ այս տարի որ մենք գնացել էինք Մադրիդում հայ բժշկական համաշխարհային կոնֆերանսներ, մեզ հրավիրել էին հուլիսին Մադրիդ եւ ասենք իմ գոլեգաները Երևանի բան էին ներկայացրել, երբ որ իրենք աշխատում էին Ղարաբաղում պայթյունի հետևանքով վառված տղաների հետ 4 հատ տղան եկել էին ստեղ ԱՄԱԲ իրենց 3-ը 4-ը չգիտեմ ինչի 4 եմ հիշում, լավ 3-ը եկել էին ստեղ եւ ասենք այս ԱՄԱԲ-ի անդամներից ասենք բան են արել, հետեւել են, օգնել են, ինչով կարողացել ենք մեր հոգեբանները աշխատել են 3 տղաների վերաբերյալ 2 սմանների հետ էին եկել, մեկը դաժե քույրիկ ուներ 20 տարվա մեջ իմ համար իդեալական համագործակցություններ բոլոր բնակավարների նախ քայական շնորհակալություն այդ օպիտալ դեբուլե Ռեֆաբիոլա իրանց թիմին ամբրատարության ու ջերմության ու սրտացավության համար տղաների համար ձեզ որպես մասնագետներ, որոնք ամեն օր այդ հոգեբանական այդ ոչ միայն հոգեբանական օրինակ Արանձ էր թարգմանում էր շատ հաճախ, երբեմն ես էի գնում թարգմանում մի ամբողջ խումբ անայք, որոնք մոբիլիզացվել էին շուրջ ամեն օր այդ հոգատարությունը, դեսպանատունը, որ անում էր իր հսկայական աշխատանքը, ուզում ասեմ իմ համար դա Բելգիայի հայ համայնքի լավագույն երևի համագործակցությունից մեկն էր, որտեղ ոչ մեկի չէր ասում ինչ պետք է անել, բայց բոլորը ուզում էին անեին։ Ու անում էին։ Ասում ու այդ կանայք գնացին, որտեղ մինչև հիմա ես նրանց հետ կապ ունեմ, որ գնում եմ Հայաստան միշտ նրանց տեսնում եմ, պաչիկներ են ուղարկում բոլորյանքներ, միշտ շատ ջերմությամբ ու հոգատարությամբ, ասում են այդ տղաներին նենց են բուժել, որ իրենք տեսել են ուրիշ երկրներում են բուժել, բավականին կոպիտ է բուժումը եղել, իսկ իրանց տղաների մոտ ամեն ինչը հարթ բան, այսինքն չգիտեմ, ես շատ բարդ եմ այդ համագործակցության բոլորս իրար հետ։ Ուրեմն կարողանում ենք, չէ՞, երբ որ ուզում ենք։ Կարողանում ենք ու ժամանակի ավելի շատ ենք ուզում։ Ասենք ինչ որ մի switch կա այս հասարակության մեջ, հա, ու ես գիտեմ ձեր աղջիկներ դուք բոլորը ներկա եք եղել, դե գիտենք մեկս մյուսի մասին բան, ու այդ դա էր ամենագեղեցիկը, որ դու ոնց որ ասում ես, ամեն մեկը իրան անում էր առանց ուրիշին դաստալու, քննադատելու կամ ու հիանալի էր։ Արտակարգ համագործակցություն։ Հա, չէ, շատ կարևոր է, որովհետև գիտեք, մենք բոլորս շատ զբաղված ենք եւ ժամանակ չենք ունենում այդ ամեն ինչ ցույց տանք, որ դա արվում է։ Նպատակը դա չի, նպատակը Չէ, գիտեք, ես ուզում եմ, որ համայնքը իմանա, որ աշխատանք է կատարվում, ինֆորմացիայի առումով, ոչ թե բանի, ռեկլամայի առումով, չէ։ Ձեր համար բան բան անում, ես միշտ ձեզ ասում եմ, որ դուք անում եք, չեք ասում, չի անում ասում։ Վալա, դրա համար արդից օգտվում եմ, ասենք այսօր ուզում եմ ասեմ, որ այդ պրոյեկտը արել է 21 թվականից սա, ասենք ԱՄԱԲ-ը, իր շատ սեղմ հնարավորություններով, որովհետև մեր հնարավորությունները շատ քիչ են, մենակ ոչ մի սուբսիդիա մենք կոտիզացիոն ենք անուել տալիս, ընդհանրապես դա է մեկ էլ եթե մի բան ենք կազմակերպում, ինչ որ մի փոքրիկ, ասենք, աուկցիոն է լինում, այդ միջոցառման ժամանակ մի քիչ գումար է հավաքում, բայց դա շատ չնչին է, ասենք, այն աշխատանքների հետ, որոնք մենք այնտեղ իրականացնում ենք։ Օրինակ, կռվի ժամանակ, ասենք, այդ ավելի շուտ կռվից հետո 21 թվականից մինչև 23 թվական մենք, ասենք, 2 հատ բան օպերացիոն բլոկ ենք կահավորել ապարատուրայով, բանը սահմանամերձ գոտում, եւ քանի որ այդ օպերացիոն բլոկները, ասենք, չի կարելի ասել, որ մասերում են գտնվում, այսինքն դա առաջի արագ ոնց են ասում, օգնության, եթե ինչ որ մի բան լինի, առաջի գծի օգնության օպերբլոկները տեղերը, ասենք, ոնց որ պետական գաղտնիք է։ Ինչ որ մամոգրաֆիայի բանը ապարատ են տարել, որպեսզի հղիներին, ասենք, կարողանան ժամանակին բանանեն, այդ ինչ են ասում, դիագնոստիկա անեն, չխորանա, որովհետև Հայաստանում, ասենք, քիչ է այդ դիագնոստիկայի կենտրոնները, վճարովի է եւ մարդիկ ի վիճակի չեն, ասենք, ռեգուլյար դիագնոստիկան կատարելու։ Այո, իհարկե,
Եթե պետք է ընտրել հաց ուտես, թե դիագնոստիկա անես, իհարկե հաց պետք է ուտես։ Այս տարվա պրոյեկտն էլ շատ հետաքրքիր էր։ Այս տարվա պրոյեկտը շատ հետաքրքիր է նրանով, որ արտիկի շրջանում մենք բան ենք անելու, վերանորոգելու ենք օրթոպեդիայի բաժանմունք արտիկի հիվանդանոցում։ Դրա համար ենք այս մեր բանը կազմակերպել, մեր գալան այս տարվա ոնց որ ասած եւ մեր փոքրիկ աճուրդը, որ կազմակերպեինք, իհարկե գումարը շատ չնչին է, համեմատած աշխատանքի հետ, որը պիտի կատարվի։ Իհարկե Սկզբնական Եվ երբ որ մենք մի բան կառուցում ենք, հետագայում մենք ասենք մտնում ենք կոնտակտի հետ եւ մեր մասնագետները բոլորը որ գնում են այնտեղ վերապատասխանում են տեղի մասնագետներին, եթե մեր կարիքը կա, մենք կարող ենք նույնիսկ Zoom-ով միանանք ստեղից, ասենք, բան, ասենք, այսինքն վերապատրաստման դասեր միշտ կապի մեջ ենք, այսինքն այդ մեր բոլոր պրոյեկտները կատարած վերջացրած, նույնիսկ մենք շարունակում ենք օգտագործել Մի հարցի մի բան ասեմ, որ շատ կարևոր է, եթե մարդիկ ուզում են նվիրատվություն անեն համաբին, եթե կազմակերպություններ են ու նվիրատվություն են անում համաբին, կարող են իրանց ծախսերի մեջ դա հանեն։ Գիտեք ինչ, եթե դա սոսիետե է, եթե անձ է, ուղղակի անձ է, ասենք ամաբը այդ բանը չունի, ոնց են ասում, ստատուսը չունի, որպեսի բան տան, կընտրոն տան, որպեսի դուք ռեդուկցիոն ունենաք, եթե դուք անհատ եք, բայց եթե դուք սոսիետե եք, եթե դուք գումարը փոխանցում եք եւ դու եք դոնասիոն, դա մտնում է ձեր ծախսերի մեջ։ Բարձ է։ Ուրեմն ժողովուրդ ջան, Կոչ բոլորին, եթե ուզում եք արտիկի շրջանի օրթոպեդիայի բաժանմունքը վերանորոգել, գումարներ լինի, կարող է փոքր գումարներ լինեն, գիտեք ինչ, կարող է լինի ամիսը 5 եվրո։ Ճիշտ է, բայց ռեգուլար։ Հա, բայց ռեգուլար լինի եւ ես համոզված եմ, որ 5 եվրոն ամսեկան տենց առանձնապես բյուջեի վրա չի երևա։ Ճիշտ է։ Բայց ասենք դա կօգնի, որպեսզի ասենք այդ բաժանմունքում ինչ որ մի բան էլ, հա, ձեր կողմից կատարված լինի։ Կգանք կհասնենք դրան, որ մարդիկ արդեն կարողանան ռեգուլար անել նվիրատվություններ, մի քանի հարց եմ քեզ պատրաստել։ Ձենս գնաց։ Ինչպես կուզենաս, որ հիշենք քո մասին։ Ոնց որ հիմա ասում են, օրինակ, իմ ոնց պացիենտները։ Լավ է։ Հա, բժշկուհի ջան։ Բժշկուհի ջան։ Հարցի պատասխանը գիտեմ, բայց տամ, եթե ինչ որ անվճար պետք է անես մի բան, անվճար ինչ կանես։ Անվճար։ Անվճար չէ, առանց վարձատրության, որտեղ անվճար բառը սխալ է, առանց վարձատրության։ Ինձ թվում է ինչ որ արդեն անում եմ։ Դրամաստի հարցը գիտեմ, բայց ասեմ, ինչ որ արդեն անում եմ։ Այս հարցերը բոլորին եմ տալիս, դեռ պահպանում եմ։ Դժվարության մեջ, իբր դժվար պահեր են լինում, ինձ թվում է վստահ եմ քո կյանքում շատ դժվար պահեր են եղել։ Ոնց ես վերաբերվում այդ պահերին, ոնց ես կառավարում այդ պահերը։ Ես մեր հարցազրույցի սկզբում ասեցի, չէ՞, երբ որ դժվար պահ է լինում, երբ որ զգում եմ, որ ռեսուրսս չեմ գտնում, այսինքն ոնց ասեմ, չեմ կարողանում բռնեմ այդ ռեսուրսը, չէ՞, այդ էներգիան, որ ինձ պետք է այդ պահը հաղթահարելու համար, ինչ-ինչ պատճառներով, միշտ գնում եմ տենց լավ պահեր եմ հիշում, ասեցի, մանկությունից, բան, որտեղ որ ես ապահով եւ երջանիկ եմ եղել ու այդ ռեսուրսը արտնացնում եմ ու սկսում եմ օգտագործել։ Մեկ էլ աշխատում եմ բան չգնալ, ապագա չգնալ եւ անցյալ չգնալ։ Մնամ այսօրվա մեջ գիտեք ինչ եմ անում։ Պրոստը նստում եմ դիվանին ու սկսում զգալ այս բարձը, որի վրա հենված եմ, նստատեղը, որին նստած եմ, հատակը բան զգալ, որ ինձ բերեմ բանի մեջ։ Այդ պահի մեջ։ Այս արտի պահի մեջ։ Մեկ է շատ օգնում է, ասենք, ստրատեգիա ունենալը։ Այսինքն այս պահին ես ասենք խառնված եմ, չեմ անում ուր գնամ, ոնց գնամ, ճանապարհը չեմ տեսնում, այսինքն ակետում եմ, բեկետը չեմ տեսնում, չէ՞, բայց ասեմ լավ, սպասի, ես հիմա բեկետը չեմ տեսնում, բայց ասենք 6 ամիս հետո կամ մի տարի հետո ես որտեղ եմ ուզում լինել, այսինքն մի հատ իմ համար բեկետ եմ գտնում, իմաժիներ, հա, գտա այդ բեկետը, հիմա ասում եմ, ես հիմա ինչ որտեղից պետք է սկսեմ, որ այնտեղ գնամ հասնեմ, ու մի քանի հատ բան եմ գրում եմ ուղղակի Այս պետք է անեմ, այս պետք է անեմ, այս պետք է անեմ, всё։ Ու սկսում անել։ Կամ եթե ծափսեմ եմ բան եղած, ինչ են ասում, լինում է, չէ՞, հա, լրիվ ոչ բան, հա, անջատված վիճակ է, չէ՞, տենց էլ է լինում։ Վերեմ կեմ սկսում ու բորկա անել։ Շատ օգնում է։ Շատ լավ օգնում է։ Մի անգամ արյան շրջանառությունը բանի մեջ է գցում, հա, որովհետև այդ վախի, տագնապի, դեպրեսիվ վիճակների մեջ ինչ է լինում, ֆիզիկական տեսակետից սպազմ է առաջանում քո անոթներում
եւ նամանավանդ միկրոցիրկուլյացիան բաններն վերջույթներն են եւ ուղեղն է ինչ ես անում որ սկսում ես ու բոր կանես սկսում ես շարժվել այդ արյունը սկսում է ցիրկուլյացիա անել բան ինչ են ասում թթվածինը գալիս է դեպի ուղեղը հա ու լուծումները սկսում ես գտնել իսկ եթե вообще չի օգնում գիտեք ինչ եք անում գնում եք ինչքան դարակներ ունեք այն որ մեջ լիքը զիբիլա լցրած է ինչ ձեռը տանգում սկսում ես սա դատարկում ես ուզում ես դասավորել մտածելով որ այստեղը դասավորում եմ ուղեղից մեջ էլ է սա դասավորվում որ դասավորեցիք այնտեղ էլ մի հատ ու բոր կարեցիք ուղեղի մեջ մեկ էլ տեսներեք լուծումները ինքը իրան դուրս եկավ շատ թանկարժեք անվճար ու հեշտ խորհուրդներ քեվանից սրանից հետո ինձ թվում է բոլորը սկսել են դարակ դասավորել ու բոր կանել կակաս նոր տարին նա մոտենում իհարկե չէ տենց կա չէ Հայաստանում տենց չէ նոր տարուց առաջ պետք է գիներն ու բոր կանես ապայման զատիկից ու նոր տարուց նույն արդյոք դու նշում ես կամ տոնում ես քո ձեռքբերումները հաջողությունները չէ ես բոլորիս նման չեմ էլ նկատում որ արել եմ ամեն ինչը մենք առհասարակ գիտես ոնց ենք ստեղծված ասենք մեր մարդկային ուղեղը որ մենք միշտ անում ենք այն ինչ որ չենք արել ճիշտ է կենտրոնանում ենք դրա վրա բայց ինչ որ արել ենք չենք էլ տեսնում արել ենք ու արել ենք էլի դες բանկա չէ դեռ ասում են հոգեբան դու պետք է ասում քո լավագույն ընկերն ես ոչ թե քո շնամին ահա քննադատելուց շատ ուժեղ ենք հա այդ մեզ տենց են դաստիարակել ինչի համար ես երախտապարտ կյանքում երախտապարտին բալիկների համար իհարկե շատ Աստծո շնորհակալ եմ եւ գիտեք մեկ մտածում եմ ասեմ նայեք ասում կյանքից մեջ այնքան բաների մեջ եմ ասել պատկերացնում ես սովետում ծնվել ես հետո այդ բաները այդ փլուզումը այդ կռիվները այդ գաղթերը այդ ամեն ինչերը բայց որ sense մի քիչ բան եմ նայում չէ ոչ թե 3 դեի մեջ այլ մի քիչ 7-րդ դեի մեջ եմ նայում չէ այդ սիտուացիան բայց ասում հələ մի հատ նայ ես ինչ երջանիկ մարդ եմ բայց չէ Չնայած այդ բոլոր կորուստներին եւ ասենք տրագեդիաներին, ինչի մեջով անցել չէ։ Ասում հələ նա ես քանի էպոխայի մեջ եմ ապրել։ Ով կարա ասի, որ այդքան բանա էպոխաների մեջով անցել։ Ասա ինչ որ մեզ չի սպանում։ Հա, մեզ ավելի ուժեղ է դարձնում։ իհարկե։ Ուղղակի ուժեղության աստիճանը չեն որոշել, ինչի որտեղ է։ Հայկականություն ուժեղության մեկ ֆրանսերեն ասած գալբոլա այդ ուժեղության աստիճանի բայց միևնույն դա մեզ կոփում է ճիշտ է կա ինչ որ բան որի համար դու զղջում ես քո կյանքում չէ չկա որոնք են եղել ամենադժվար պահերը քո կյանքում ամենադժվար պահը եղել է երբ որ ասենք կորուստները շատ ցավալի է եղել ու քանի որ դա տենց շատ երկար շարունակվեց, հա, ոնց որ գիտեք հոգեբանության մեջ հատ բան կա, ասում է որ մարդը երբ որ սյուղվիի մեջ է, ինքը իր սաղ դոյերը դնում է մի հատ կոնժելատորի մեջ, ու հետո երբ որ այդ կոնժելատորը բացվում է, պետք է սաղ մարսել։ Նույն ինչ կփոխեիր քո կյանքում։ Ոչինչ։ Ինչ լավ է, շատ լավ է։ Նույն ցավոք ցտի մեր հարցազրույցը մոտեն մավատին որտեվ ինձ թվում է մենք կարանք քո հետ ժամերով զրուցենք ու դա շատ հետաքրքիր կլինի բայց ես բոլորի խոստանում եմ որ ես քեզ չեմ թողելու հանգիստ ապրես բայց ուզում եմ եկ անգամ եւս իմ անձամբ իմ անունից ու Բելգիայի անունից շնորհակալություն հայտնել նախամաբին ձեր հիանալի աշխատանքի համար անանվեր որտեվ դուք դա անում եք ձեր աշխատանքից ձեր ամեն ինչից դուրս ու բոլոր մասնակիցներին ամաբի Շաքեն, Համետը, Լիլիթը, Լուսինեն, Զարան, Մարիան եւ բոլոր նրանց Լիզան, բոլոր նրանց լավ չեմ ճանաչում, դուք շատ եք։ Մենք շատ երջանիկ ենք, որ դուք կաք, շատ ուրախ ենք, որ դուք կաք։ Բայց նաեւ քեզանից շատ շնորհակալ եմ, թե որպես Բելգիայում ապրող հայ, որտեվ ես գիտեմ դու շատ հայերին շատ վիճակներից օգնել ես, աջակցել ես, ուղղորդել ես, նաեւ որպես անձ, որովհետեւ գիտես շատ կարևոր պահերին դու կարողանում ես լինես մարդկանց կողքին անգամ ոչ թե իմ համար էլ իմ մոտիկների կամ իմ ծանոթների եւ այլն դա մի բնավորություն է քո մոտ որ շատ գնահատում ուզում եմ ոչ դու այտենց ես կարողանամ միշտ ուրախանամ հպարտանամ քո հաջողություններով ու միշտ կարողանամ սովորեմ քեզանից իհարկե շատ բան կա սովորելու բայց մոտ կա այդ կիսելու, քո գիտելիքը կիսելու ցանկությունը, որը շատ կարևոր է նաև նույնջան։ Միշտ ուրախ լինես, միշտ լավ լինես, բալիկների հետ հաջողություն լինի դες։ Մեր ունկնդիրներին էլ ասեմ, որ եթե այս
հարցազրույցը ձեր դուր եկավ, կոմենտներ գրեք, կիսվեք ձեր ընկերների հետ, հպարտացեք, թե ինչ հայեր ունենք մենք Բելգիայում, որ հպարտանում ենք։ Ես եմ շատ շնորհակալ Մարիա ջան, անձամբ քեզնից, ասենք, շատ հաճելի զրույցը կազմակերպելու համար, հյուրընկալելու համար, Բելգիայից, ասենք, հա, ինչ որ հրավերքի համար, հա, որ ինձ արժանի է գրել, որպեսզի մի քանի ամիս սպասեցի ասեմ։ Մարիա ջան, շատ շնորհակալ եմ մեր ունկնդիրներից, ասենք, հա, իրենց համբերության համար, որ համբերությամբ լսեցին մինչև այս հարցը։ Շատ հետաքրքիր, հա։ Հա, միգուցե ինչ որ բաներ այնպես շատ ոսկեղենիկ հայերենով չեմ ասել կամ ինչ որ մի բանով, բայց շատ իսրտ է եւ մենք դրա հետևից չենք ընկնում, կարևորը անկեղծ զրույցներն է, որ անկեղծ զրույց, այո։ Բոլորին ցանկանում եմ լավ օր, լավ երեկո կամ լավ ցերեկ, նայած երբեք դուք լսում այս հաղորդումը եւ լավ եղեք եւ մեզ հետեւեք, բաչիկներ։